Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, հարցս ուղղում եմ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին։ Տիկին Անդրեասյան, մեր իշխանությունը առանձնահատուկ տեղ է տալիս կրթությանը և գիտությանը, քիչ առաջ նաև այս մասին խոսեց վարչապետը և թվեր հնչեցրել, որոնք վերաբերում էին ոչ միայն տվյալ ոլորտի աշխատավարձերին, այլ նաև կրթական միջավայրին, այլ նաև շենք-շինություններին, այլ նաև համակարգի բովանդակությանը առհասարակ։ Սրա վառ ապացույցն է նաև, որ այստեղ այս դահլիճում վերջին 5 տարիների ընթացքում մենք ընդունել ենք ոլորտի հիմնարար օրենքները, հանրակրթության պետական չափորոշիչը, կրթության զարգացման ռազմավարությունը, բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքը և այլ հիմնարար անկյունաքարային փոփոխություններ, որոնք վերաբերում են ոչ միայն այս ոլորտին, այլև կրթական գործընթացի բոլոր մասնակիցներին և բոլոր դերակատարներին։ Ավելին, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր քաղաքական ծրագրում կրթությունը հռչակել է ռազմավարությունների ռազմավարություն։ Հիմա հարցս։ Տիկին Անդրեասյան, հարևան Վրաստանը նա մի քանի ամիս առաջ կամ գուցե 1 տարի առաջ հայտարարեց, որ իր մոտ բարձրագույն կրթությունը անվճար է դառնում իր քաղաքացիների համար և սա ինչ-որ առումով ենթադրում եմ, կարծում եմ, որ մարտահրավեր է նաև մեզ։ Մենք կրթության անվճար լինելու մասին ամրագրել ենք մեր կրթության զարգացման ռազմավարությունում և նշել ենք հստակ ժամկետներ, բայց ինչ եք կարծում, հաշվի առնելով խաղաղության գործընթացը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացումը, մենք կկարողանանք արդյոք մեր խոստումը մի քիչ ավելի շուտ իրականացնել, այսինքն, երբ որ վարչապետը ասում է, որ ապագան նաև այսօր է, իսկ մենք խոսում ենք ապագայի մասին, ինչ եք կարծում, ժամկետների առումով ավելի շուտ կկարողանանք մենք էլ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունն էլ է իր քաղաքացիների համար բարձրագույն կրթությունը դարձնում անվճար։ Շնորհակալություն, հարցին կպատասխանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, համեցեք հարգարժան տիկին նախարար։ Շնորհակալություն, տիկին Ստեփանյան, այո, դուք ճիշտ հիշեցիք, այս դահլիճում մենք քննարկել ենք և ընդունել ենք ըստ էության կրթության բոլոր մակարդակներին վերաբերող հիմնարար և ինստիտուցիոնալ փոփոխություններ և այդ փոփոխությունների մի մասը արդեն տեսանելի է, մյուս մասը ես վստահ եմ շատ ավելի հստակ երևալու է առաջիկա նաև տարիներին, որովհետև այդ փոփոխությունների մի մասը պահանջում է նաև ժամանակ և վստահ եմ, որ նրանք առաջիկայում իրենց զգացնել են տալու։ Ինչ վերաբերում է բարձրագույն կրթության համակարգում մեր անելիքներին, պետք է ասեմ, որ համարում եմ, որ այս փուլում առավելապես պետք է կենտրոնանալ հենց այս ուղղության վրա և գիտեք, որ ակադեմիական քաղաքի ծրագիրը, ինչպես նաև նախորդ տարի ընդունված նոր օրենքը հնարավորություն են տալիս նաև այդ ճանապարհը անցնելու և դուք ճիշտ եք, կրթության զարգացման պետական ծրագրում մենք սահմանել ենք հանրային բուհերի պետության կողմից ֆինանսավորման բոլորովին նոր ձևաչափեր և հնարավորություններ։ Եվ իրականում նախատեսում ենք այդ տրամաբանությունը արդեն ենթաօրենսդրական մակարդակում իրականացնել և մասնավորապես ուսանողների սովորելու վերաբերյալ կարևոր է, որ բարձրագույն կրթությունը լինի հասանելի։ Սա նշանակում է, որ մարդկային կապիտալի զարգացումը և կրթության ճանապարհի բացումը պետք է հստակ քաղաքականության գործիքներով հասանելի լինի, բայց ես ուզում եմ այստեղ մի հանգամանք էլ շեշտել։ Մեզ ոչ միայն կարևոր է, որ սովորեն, այլ կարևոր է ինչպես սովորեն։ Դրա համար, եթե նկատել եք մեր բոլոր քաղաքականություններում, մենք առաջադիմության շեմերի և դրանով իսկ սովորելու հանգամանքը ամրագրելու վրա շատ մեծ ուշադրություն ենք դարձնում։ Եվ այո, մեր քաղաքականությունն է, որպեսզի մեր բոլոր ուսանողները, որոնք որ կունենան բավարար առաջադիմություն, որը վստահություն է տալիս, որ նրանք իսկապես ստանում են գիտելիքն ու հմտությունը, որ վաղը կարողանալու են կիրառել իրենց կյանքում և ապահովել իրենց բարեկեցությունը, տեղի է ունենում։ Եվ այդ պայմաններում ուսման վարձի փոխհատուցման մեխանիզմները նախատեսում ենք, որ կգործեն։ Ինչպես դրանք արդեն նկարագրված են կրթաթոշակի կարգում, առաջիկայում այդ կարգի նախագիծը մենք կներկայացնենք հանրային քննարկման, մենք արդեն որոշակի սկզբունքներ մշակել ենք և ունենք մեր պատկերացումը, բայց քանի որ սա շատ մեծածավալ փոփոխություն է, դա պետք է լավ քննարկվի, այդ թվում նաև շահառուների խմբերի հետ, հենց բուհերի հետ, ուսանողների հետ և կարծում եմ, որ առաջիկայում այդ կարգի քննարկման համար կհստակեցնենք նաև ժամկետները։ Իհարկե, այստեղ ես կուզեմ, որ մենք բոլորս լինենք
նաև ամուր կանգնած մեր որոշումների վրա այն տեսանկյունից, որ երբ որ ինչ-որ մի բան պլանավորում ենք, այդ պլանավորումը պետք է ունենա ֆինանսական պլանավորում։ Ու կարևոր եմ համարում, որ այս բոլոր որոշումները համընթաց գնան ֆինանսական պլանավորման մեր ձևաչափերին, այնպես որ մեր թիրախները չեն փոխվում, բարձրագույն կրթությունը պիտի լինի հասանելի եւ բոլոր սովորող ուսանողները պետք է ունենան կրթաթոշակի հնարավորություն, մնացածը կլինի կարգի մեջ։ Արձագանք։ Շնորհակալ եմ Տիկին Անդրեասյան, ինչու եմ հատկապես կարևորում այս հարցը, որովհետև ոչ միայն մեզ բազմաթիվ անգամ դիմում են եւ ծնողները եւ դիմորդները, որոնք ապագայում ուսանող են դառնալու, այլ նաեւ այս օրերին արդեն որոշակի քաղաքական համատեքստում մենք տարբեր կուսակցությունների, տարբեր քաղաքական միավորների կողմից լսում ենք ոչ միայն բարձրագույն կրթությունը անվճար դարձնելու, այսպես ասեմ, հեռանկար, պարտավորություն, այլ որոշները օրինակ ավելի հեռուն են գնացել ճակերտների մեջ եւ հայտարարում են, որ իրենք որ նաեւ հանրակրթական պետական դպրոցներն են դարձնելու անվճար, ինչ խոսք սրան նաև դուք էիք անդրադարձել, ինձ համար կարևոր էր ոչ միայն ձեր պատասխանը, այլ նաև այն, որ այո, իսկապես հսկայական ֆինանսական ռեսուրսներ են պետք, կամք է պետք, եւ այնպես չի, որ անմիջապես հնարավոր է անցնել անվճար համակարգին, եւ այո, դրա համար հսկայական անելիքներ ունենք, ինչից մենք ենթադրում եմ չենք հրաժարվում եւ հնարավորության դեպքում անպայման ձեռնամուխ կլինենք նաև այս կարևոր փոփոխությանը։ Շնորհակալություն Տիկին Ստեփանյան, ես խոսույթի հետ կապված մի բան կուզեմ ընդգծել, իրականում անվճար չի։ Կրթությունը ունի գին, եւ այդ գինը փոքր չի, որտեղ որակյալ կրթությունը թանկ արժի։ Կարևոր է, որ այս պահին մեր քննարկած սխեմայում այդ գինը վճարում է պետությունը, ի վերջո վճարում է քաղաքացիների վճարած հարկերից։ Եվ կարևոր է, որ մենք այս շղթան ճիշտ պատկերացնենք, որտեղ եթե քաղաքացին ուզում է, որ իր երեխան բուհում ունենա կրթաթոշակ եւ ուսման վճար չվճարի, ինքը այսօր պիտի վճարի հարկերը, որպեսզի դրանք պետական բյուջեի այն մուտքերը ձևավորեն, որը մեզ թույլ է տալու այդ կրթաթոշակային ծրագիրը իրականացնել 100%-ով եւ մեր բոլոր ուսանողներին ընձեռել այդ հնարավորությունները։ Այդ փոփոխությունները մեր ձեռքում են, կամքը կա, հանձնառությունը կա, փաստաթղթերում ամրագրված է, իսկ մնացած մանրամասները աշխատանքային process է, որը կքննարկենք։ Շնորհակալություն։